Հաշվի առնելով ձեր զբաղվածությունը երկար դատարից հետո այսօր հնարավորություն ունենք ձեզ հետ շփվելու եւ այսպես անցնենք կարևոր թեմաներին, եթե թույլ կտաք։ Անպայման անցնենք, որովհետեւ շատ կարևոր հարցեր կան կապված եւ հայերուն հետ եւ ընդհանրապես։ Այո։ Եվ այսպես առաջի հարցս։ Վստահ եմ հետևում եք Մերձավոր Արևելքում ցավալվող ռազմական հակամարտությունների։ Ինչ խնդիր կարող է առաջացնել այս հակամարտությունը Արևմտյան Հայաստանի համար։ Նախ արիթմը գուդակինձի շնորհավորելու այսօր։ Ապրիլ 1-ը, եթե գիշեք մեզի համար մանավանդ Արևմտյան Հայաստանի զինվորներուն համար շատ կարևոր օր է, որովհետև այդպես եղավ, որ մենք ազատագրեցինք Քարվաճարի շրջանը։ Ապրիլ 1-ի մասին է խոսքը, ոչ ապրիլ 2-ը կամ ապրիլ 3-ը եւ այլն։ Եվ ապրիլ 1-ը մեզ համար շատ կարևոր է, որովհետև մենք իրականացնեցինք բարոն Լեոնիդ Ասկալյանի ծրագիրը։ Գիտեք, Քարվաճարի շրջանը հատուկ շրջան է եւ այդ շրջանը ուներ, ես կխոսեմ այստեղ ստրատեգիական ձևով, ասենք ռազմագիտական ձևով, ունի բանալիմը, այդ շրջանը ունի բանալի։ Իրականության ունի երկու թուր, երկու բանալի։ Մեկ այդ բանալին դադիվանքն է։ Դադիվանքը չեմ գիտեր հիմա եղել եք դադիվանք, գռնապատայի որ արիք չունեցաք դադիվանք տեսնելու, հատուկ վանք է եւ Քարվաճարի ազատագրումը մեզի համար հոգևոր գործողություն է։ Հիմա դեսեք, բայց ինչ կապ ունի հոգևորությունը ռազմագիտության մեջ, բայց այդպես չէ։ Ուղղակի մեկը մյուսին հետ կապ ունի եւ մեզի համար դադիվանքի մտնելը, դադիվանքի ազատագրումի հետևանքները ամբողջ Քարվաճարի ազատագրումն է։ Մյուս թուրը, մյուս բանալին ուղղակի Քարվաճարի քաղաքն է, որ ավելի մոտիկ էր, ասենք Վարդենիսի շրջանի, եւ այստեղ ալ երկրորդ թուրը։ Այսինքն մենք ունեինք երկու թուր։ Երրորդ թուրը Քարվաճարի մտնելու համար Լաչինի ճանապարհը, բայց այն ժամանակ դուք ուսումնասիրեք վիճակը, Լաչինը արդեն գտրած էր Գորիսի։ Մի խոսքով մենք կարողացանք մտնել Քարվաճարի շրջանի մեջ եւ ազատագրել Քարվաճարի շրջանը մինչև Մրով սարը։ Հետո միացավ մեզի Մարտակերտի շրջանեն Արցախի կամավորական զինված ուժերը։ Կնշանակե, բայց ով հրավ այս գործողությունը եւ որին գլխավորության այդ գործողությունը կազմակերպվեցավ եւ իրականացվեցավ Արևմտյան Հայաստանի կամավորական զինված ուժերու կողմէն։ Այստեղ ոչ մեկը չի խոսի իր մասին, մենակ մենք ենք, բայց մենք շատ լավ գիտենք եւ մենք կգրնանք ապացուցել մեր ասածը, ասենք թե այստեղ մրսում չի գա, ով առաջին ազատագրեց կամ չազատագրեց, գա պատմական փաստեր եւ այդպես է իրականության։ Ինչու գսեմ
Արևմտյան Հայաստանից եկած գամավորներով, որովհետև անոնք են, որ իրենց պատասխանատվության եւ իրենց գլխավորության անոնք են, որ իրականացնեցին այդ գործողությունը, Քարվաճարի ազատագրումը եւ մեզի համար ապացուցեց, որ մենք գրնանք իրականացնել, մենք գրնանք անել, մենք գրնանք այդպես ուժը ցույց տալ եւ ազատագրել մեր հայրենիքը։ Նորեն գսեմ, ազատագրել մեր հայրենիքը, ազատագրել Արցախը մեր պետության մաս կկազմե 1920-ից ի վեր, ինչ որ սովետը որոշել է, ինչ որ կամ դարբեր քաղաքական ուժերը որոշեցին 1921-ից հետո մեզի բաժնվելով մեր պետության բաժնվելու համար, սա արդեն իրենց քաղաքական քայլերն են, որ մեր կողմեն մեզի համար անընդունելի են եւ մենք չենք ընդունելու եւ նորեն գսեմ եւ կրնամ ապացուցեմ, որ Արցախը մեր պետության մաս կկազմի, ինչ որ հիմա կներկայացնեք, ասենք թե այսօր ինչպես որ կներկայացնեք Կովկասի կամ Երևանյան հանրապետությունը, սա արդեն ձեր խնդիրն է։ Պիտի ասեք, մինակ մենք ենք, որ ճանաչված ենք մագում օրինակ, բայց մագը կազմակերպություն մնե, մագը քաղաքական որոշումներ կներկայացնե, մագը իրավանական տեսանկյունեն բամը ոչ մի գործողություն իրավանական դատարան չէ մեկ խոսքով մագը, դատարան չէ։ Երկրորդը, այո, մագում կպատրաստենք օրենքները, կպատրաստենք միջազգային օրենքները, բայց սա քաղաքական աշխատանքներն են օրենքները պատրաստելու համար եւ վերջը այդ օրենքները պիտի դատարաններու միջոցով ուժ ստանան։ Ադե տարբեր մարմիններն են դատարանները եւ միջազգային կազմակերպությունները, ինչպես որ օրինակ պետության մեջ կա գործադիր մարմինը եւ կա օրենսդրական մարմինը, նույնպես է եւ ուրիշ բան կա այստեղ, որ ուզեմ գաբել մեր պետականության հետ, քաղաքական ուժերը, որ բաժնվեցին մեզի եւ թալանեցին մեզի եւ գոտորեցին մեզի եւ մենք այդ անցակալությունները, որ իրականացնեցին մեր ազգի անտեպ, մենք կդատապարտենք որպես ցեղասպանություն եւ այդ եւ ճանաչված է այդ գործողությունները մեր անտեպ, մեր քաղաքացիներու անտեպ ճանաչված է որպես ցեղասպանություն, միջազգայինորեն ճանաչված է, այդպես չի, որ նոր հիմա Ադրբեջանը որոշել է իր կողմեն ներկայացնել առանց անշուշտ որևէ փաստ ներկայացնել, որ անոնքալ այդպես անցակորձությունները ունեցան հայերու կողմեն։ Այդպես չէ, որովհետև մենք կրնանք հավացուցել եւ նորեն գսեմ, ինչ որ կատարվեցավ մեր անտեպ, արդեն ըստակ ճանաչված է միջազգային օրեն։ Adorամար նորեն եւ նորեն գսեմ, մեծ բադիվ է ինձի համար այսօր նշելու եւ իշելու մեր բոլոր զինվորները, կամավորները, որ մասնակցեցին Քարվաճարի ազատագրումը,
անոնք որ այսօր կան, անոնք որ այսօր չի կան, ամեն մեկին գհիշեմ, ամեն մեկը գհարգեմ եւ մեծ բադիվ ունիմ ըլլալու եւ անժամանակ ըլլալու, ներկա ըլլալու այդ բոլոր դղաներուն հետ, որ այդպես մեկ բրունսկով, մեկ նպատակ ունեցան ազատագրել Կառվարջարը։ Մյուս կողմեն գուզեմ որ նշենք, որ մենք միշտ հարգեցինք դեղայի ապրող ժողովուրդը, մենք երբեք իրենց վնասը չրինք, չեն կրնար ոևէ ցեղով ասել, որ մենք ոևէ անցակոծություն ունենք իրենց անտեր, որովհետև մենք որպես Արմենիան Հայաստանի զավակ, մենք հարգենք այդ ժողովուրդները, անշուշտ մեր կոլձողությունը ազատագրել Կառվարջարը նպատակ ուներ, որ միացնենք Արցախը հայկական հանրապետության, բայց առանց ոևէ քաղաքացի հասարակության վնաս բերելով։ Մեծ գործողություն մներ, կարևոր գործողություն մներ, զինվորական, ռազմական իմաստով, բադվող ցևով մենք կարողացանք ազատագրել Կառվարջարը։ ಅದರ համար ես անշուշտ ես հաշվի կառնեմ ինչ կկատարվի դարաձաշրջանում, բայց հաշվի կառնեմ, որ նույնպես Արցախի անձմանը կրնամ կապել այսօրվա ընդհանուր դարաձաշրջանի գործողություններուն հետ, կրնամ հասկանամ ինչու համար ասենք թե մեկ կողմեն իսրայելական զինված ուժերը օգնեցին Բաքվի ռեժիմը, մյուս կողմեն կրնամ վերլուծեմ ինչու համար Երևանյան իշխանությունը ոևէ չափով օգնեցին Բաքվի ռեժիմը, որպեսզի անձնվի Արցախը եւ որպեսզի Արցախում չլինի այդպես ուժը, որ կարողանա ոևէ ցևով Բասկաստանի սահմանը դիկում կայնել։ Եվ նորենալ կասկնամ հիմա ինչու համար շատ շուտ, ասենք թե մինչև այս պատերազմի սկսելը պայմանավորվեցին Մեղրի սահմանը անցնել Միացյալ Նահանգներուն կամ ոևէ սեփական գազམ་ակերպություն, որ կապ ունի Միացյալ Նահանգներուն հետ, նույնիսկ քանի տարվա 90 տարվա համար, բայց նորենալ գսեմ ձեզի պետք է հաշվի առնեք, որ Բասկաստանին հետ սահմանը մեզի կպատկանի, Բասկաստանին հետ սահմանը 1920-ից ի վեր նույն սահմանն է, երբեք փոփոխություն չեղավ այդ սահմանին հետ կապված, ինչ որ կապված է Արաքսգետի սահմանը օկուպացված Արմենիան Հայաստանին հետ, սա արդեն Մոսկվայի պայմանագրի իման վրա ստեղծված ժամանակավորապես քիչ մնե, որ ընդհանրապես կապ չունի մեր իրավունքներուն հետ եւ ընդհանրապես միջազգային իրավունքներուն հետ, ինչ որ կապված է Ադրբեջանի հետ սահմանը կամ գիծը ժամանակավորապես գիծը, այդ գիծը հիմնավորված է Սևի դաշնագրի իման վրա 92-րդ հոդվածը
եւ անշուշտ նորեն այդ իրավանական ինքը գոյություն ունի։ Ադոր համար այո, դարաշրջանում շատ դժվար ժամանակները կսպասեն բոլորին, ոչ մենակ բարսիկներուն կամ Իրաքի ժողովուրդին կամ բոլոր ժողովուրդները մինչև այսօր Արմենիան հաստայիններ ժողովուրդները կամ ուրիշ տեղերը դժվար ժամանակները կսպասեն մեզի, եթե այդ պատերազմը չի կայունեցնել։ Ինչ ըրենք, ինչ կրնանք ըներ կայունեցնելու համար այդ պատերազմը, կրնանք միջնորդ լանք, որբեսի կողմերը օգնենք կողմերը, որբեսի կոնե զինադատարում լինի, որբեսի արդեն կարողանանք սկսել խոսակցությունը, որովհետև խոսելը պետք է մենք ինչ իմաստը կա այսօր ամբողջ դարաշրջանի այդպես ճգնաժամ ստեղծել, ով իրեն շահ պիտի ստանա այստեղ, ոչ մեկը։ Ես անցյալ անգամ բացատրեցի ցեզի, սկսել պատերազմը մեկ բան է, վերջանալ պատերազմը ուրիշ բան է։ Եթե ուրիշ բան է, մենք որպես Արմենիան Հայաստան պատրաստ ենք մասնակցելու, օգնելու, երկխոսություն, որբեսի երկխոսություն լինի եւ որբեսի կողմերը ովևէ ցևով գտնեն ժամանակը զինադատարը որոշելու համար, որբեսի մենք հասկանանք այստեղ ով պիտի դուժվի, այստեղ պիտի դուժվի բոլոր ժողովուրդները, դարաշրջանի բոլոր ժողովուրդները պիտի դուժվեն, շատ զոհ կրնանք ունենալ, զոհ ունեցանք եւ շատ զոհ կրնանք ունենալ ամեն տեղ, իմաստը կուզենք հասկանալ այստեղ, նպատակը, եթե նպատակը մենակ Թեհրանի ռեժիմը փոխելու համար այդքան զոհեր, մենակ Թեհրանի ռեժիմը փոխելու համար ճիշտ չի, արդար չի։ Մյուս կողմեն եթե անշուշտ Միացյալ Նահանգներու նախագահան շատ այդպես որպես մարդ մտավ այդ պատերազմի մեջ եւ կփորձե դանել այդ պատերազմը, բայց ինքն ալ պետք է հասկանա, որ իր նպատակը կապված օրինակ միջուկայի զենքերի չստեղծման Թեհրանի կողմեն, այդ նպատակն ալ հիմա այդքան զոհեր հիմա դալ այդ նպատակը իրականացնելու, մանավանդ եթե կողմերը պատրաստ էին ովևէ պայմանագիր մտնեն, որբեսի Թեհրանի կողմեն կայունեցնել այդ միջուկայի զենքի ստեղծմանը։ Ադոր համար մեր բոլորիս նպատակը հիշեցնելն է, որ դարաշրջանում պատերազմը զոհեր կբերե, այդքան զոհերը ունենալ ովևէ քաղաքական նպատակը իրականացնելու իմաստ չի կա եւ չի պետք է իմաստավորենք մենք այդպես մանավանդ Արմենիան Հայաստանի հայության կողմեն այդպես պատերազմը մենք անցել ենք ցեղասպանություն, մենք ցեղասպանությունից փրկված ժողովուրդ ենք, սերունդներն ենք, մենք գիտենք ինչ կատարվեցավ եւ ինչպես կատարվեցավ եւ ինչ նպատակով մեր միջամտությունը այստեղ դիտելա դիվանայի գիտական եւ պետք է օգնենք մենք կողմերը որբեսի
լավ զգան, բադվող դուրս գանք այդ ճգնաժամից։ Շնորհակալ եմ, պարոն նախագահ։ Անցում կատարենք Արևելյան Հայաստան։ Ներքաղաքական իրավիճակին կուզենայի անդրադառնալ, մասնավորապես հայաստանցի եւ արցախցի արհեստական պարակտմանը։ Ոնց կմեկնաբանեք։ Դուք եսիք արհեստական, եթե արհեստական է, կնշանակի, որ քաղաքական նպատակ ունի։ Եթե քաղաքական նպատակը բաժնվել մեր ազգը, ինչպես որ հիմա այդ քաղաքական նպատակը մեր մոտ ընդհանրապես չի աշխատելու։ Ասեք թե անոնք այդ քաղաքական ուժերը, որ այդպես կնեն, այդ ամեն ինչ իրենց դեմը պիտի դուրս գա, որովհետև հայությունը նորեն պետք է հաշվի առնեք, որ հայերը շատ հին ազգ են, շատ հին ազգ են, եւ անոնք այդ փորձերը ունեն, եւ մենք անոնք, որ այդպես քաղաքական խաղերը կտանին մեր մեջ, գերեվա, որ հայի խաղապարից շատերու են։ Գենից։ Չգիտեմ, ես չեմ կրնա, ես խաղապարի մասին կխոսեմ, որովհետև հնարավորություն չունեցա ստուգելու որևէ բանը, բայց շատ էրու են, չեն հասկանալ, որ որևէ մեկը չի կարողացավ, մինչև այսօրը չի կարողացավ մեր ազգը բաժանել։ Հայը հայ է, եւ հայի որակը բոլորը լավ գիտեն։ Մեր որակը, մեր զավակները մենք միշտ դիգունք կբայենք։ Եթե չար են մեր զավակները, ձոնողներու բաժարով է, որ չարացել են։ Հիմա եթե չարացել են եւ վրընդենք մեր զավակները, որովհետև չարացել են, առանց աշկարներով, որ ձնողներուն բաժարով է, որ չարացել են, կնշանակի, որ անպատասխանատվությունն է։ Եվ այդ անպատասխանատվությունը մեր մոտ չի կա, հայ մեջ չի կա։ Մեր զավակներն են, կրնան լավը լան, կրնան չարը լան, կրնան, չգիտեմ, ուրիշ ձևով լան, մենք ենք մեղավոր։ Մենք ճիշտ ձևով չդաստիարակեցինք իրենց, եւ մենք սխալվեցինք, ադոր համար մենք պիտի պատասխան տանք, այս ոչ մեր զավակները։ Բաժնվեր մեր ազգը, մեր ազգի անտեպ որևէ բան մեղադրել, կնշանակի, որ անպատասխանատվությունն է։ Եվ ինչպես որ շատերը գսեն, բդուղը ճիշն է ձարից հեռու։ Բդուղը ձարից հեռու չի։ Կնշանակի, որ գներեք, եթե խնդիր ունենք մեր ազգի մեջ, հայրիկները, մայրիկներն են պատասխանատու, մեծերն են պատասխանատու, էլիտն է պատասխանատու, ոչ զավակները։ Մանավանդ, եթե իսկական մենք պետական ձևով մեզի կներկայացնենք, եթե պետություն ենք, եթե մենք ենք քաղաքական գործիչները, եթե մենք ուղեկցնենք մեր ընդհանուր պետության քաղաքականությունը, ինչ որ կգադարվի, մեր քաղաքականության հետևանքներն են։ Կարողացա բացատրեմ ձեզ։ Այո։ Ադորամար արհեստական պարակտումը նախ ոչ մի կապ չունի հայկականության հետ, ոչ մի։ Բոլորս որևէ ուղղակի կամ անուղղակի ցեղասպանությունից բրգված ժառանգներն ենք եւ ավասար ենք մենք եւ ավասար ենք ադիմաստով։ Երկրորդ,
կնշանակի, որ սա օդար քաղաքական ուժերու ծրագիր մնե, չգիտեմ, որ կողմից, դարբեր կողմերից լա, եւ երրորդ, չի աչողվելու։ Արցախյան պատերազմը հաբացուցեց, որ հայությունը, եթե դժվարության մեջն է, անմիջապես կմիավորի։ Այո, Ադորամար այդ քաղաքական գործիչները, որ կաշխատին հոդար նպատակներուն համար կամ ուժերուն համար, կներեք չի ստացվելու։ Թող այսօրվան Երևանյան Հայաստանի ներս լինե, կամ Երևանյան Հայաստանի դուրս լինեն, կապ չունի։ Անոնք դարիները կանցնին, այնոնք կալ կանցնին, բոլորը կանցնին, բայց ինչ կմնա, ինչ ապացուցեց մեր կյանքը։ Մեր կյանքը ապացուցեց, որ տասնյակ հազար տարիների կյանքը ապացուցեց, որ հայը կմնա եւ հայությունը կմնա։ Մենակ փաստով եմ խոսում, ասենք թե ես չեմ խոսել ուրիշ ձևով։ միշտ եք փաստով խոսում։ Շնորհակալություն։ Պարոն Աբրահամյան, ինչպես կմեկնաբանեք Երևանյան իշխանությունների կողմից ցեղասպանությունից հրաժարվելու եւ վարչապետի այն հայտարարությունը, որը վերաբերվում է ցեղասպանվածների ցուցակ կազմելուն։ Նախ պետք է իմանաք, որ այստեղ եթե վարչապետ մգա Հայաստանում իմ գոմեն որոշված անձման է։ Ես այդպես չի որոշեցի, որ ուրիշ վարչապետ լինի Հայաստանում, որպես նախագահ կխոսեմ, չէ՞, Հայաստանի Արևմտյան Հայաստանի նախագահ։ Եվ Միացյալ Հայաստանի նախագահ։ Եվ Միացյալ Հայաստանի նախագահ։ Երկրորդ, եթե մի քանի 100,000 հայեր որոշեցին 2021-ի ունենալ մեկ հատ վարչապետը, չի նշանակի, որ այդ անձը կներկայացնի ամբողջ հայության։ Անոնք, որ այդպես կմտածեն, ես գիտեմ, ասենք թե պատասխանատվությունը կթողնեն Ադամզի վրա, հանոնք հետ են քաշում եւ գսեն ինքն է պատասխանատվությունը, բայց ինքը չի ներկայացնում ամբողջ հայության եւ չի կարա իրականության ներկայացնել ամբողջ հայության։ Նույնիսկ եթե քաղաքական ձևով գրնա հազդել ադանձը, եւ խնդիրներ ուտիմաց, ադամենի ժամանակավորապես է։ Երբ կխոսենք ցեղասպանության մասին, ինչի մասին կխոսենք։ Իրականության կխոսենք 30 տարվա մի հազգի ոչիչացման գործողություններու մասին։ Ծրագրված, կազմակերպված մեկ պետության կողմեն կամ մի քանի պետության կողմեն։ Հետո, որ ծրագրված է եւ իրականացված է, մասնակցությունը ուրիշ պետություններ կան, որ մասնակցեցին այդ ցեղասպանության process-ը, օրինակ օրնամեսեն Ֆրանսիա։ Հիմա ինչ եք ուզում։ Հիմա Երևանյան իշխանությունները գուզենանուն կար մասնակցեն ցեղասպանության շարունակականությունը, գուզեմ հասկանամ։ Հիմա Արցախի անձմանը հասկացանք, ովևէ չափով ցեղասպանության մասնակցություն մնա։ Բայց հիմա գուզեն ինչ ճշտողականությունով շարունակել ցեղասպանության շարունակականությունը մեր Արևմտյան Հայաստանի կամ հայության անտեպ։ Նայեցեք, գիտեք ինչ կա։ Եթե լավ հասկացա, այս ներկայացուցիչը գուզեր, որ կոնե ցեղասպանությունեն
զոհվածների անունները ունենան, չէ՞։ Անուններու բարը օգտագործեցին։ Դա կրկիր է, որ այդպես անտեսգու կան, որովհետև նախ պետք է հասկանանք, որ երբ կխոսենք զոհերի անուններու մասին, ինչի մասին կխոսենք։ Նայեցեք, օրինակ, վերցնենք Ալեքսանդրապոլի Գյումրի որբանոցները կամ որբանոցը։ Մոտ գիտեք, քանի որբեր ունեինք արմենիան ասենց եկած որբերը Գյումրիին, գիտեք։ Գյումրի քանի 30,000 Գյումրի անունը գսին անժամանակ որբերու քաղաք։ Իրականության երբ կխոսենք 30,000 որբերու մասին, պետք է հասկանանք, որ այդ որբերը ունեցան ծնողներ, չէ՞։ Այո։ Դա անժամանակ է։ Հասկանամ, որ հիմա ուրիշ ձև կա, բայց անժամանակ մեկ հատ երեխա ունենալու համար երկու ծնող կա, չէ՞։ Անհրաժեշտ։ Չէ, անժամանակ, հիմա ուրիշ բան է հիմա։ Անժամանակ կնշանակի, եթե մինակ Գյումրիում 30,000 որբ կար, կնշանակի, որ նվազագույն ամեն մեկը երկու ծնող ունենալու, կնշանակի, որ մենք ունենք ընդհանուր զոհերի թիվը 90,000, օրինակ։ Օրինակ մտամ ձեզի։ Այդ 90,000-ը մենք ունենք, չէ, ֆիզիկապես գրանցված են այդ որբերը, բայց այդ որբերու անունները մենք չենք իմանում, չէ, որբ են, մենք չենք գիտեր, կամ պիտի ծանոթները գտնենք, որ անոնք այդ ծանոթները տան, բայց մեր հիմնական խնդիրը, ես կխոսեմ այստեղ մինակ Գյումրի մասին, բայց ունենք որ ընդհանուր եղել է մոտ 125 որբանոց ընդհանուր տարածաշրջանում, Լիբանանում, Սուրիայում, ամեն տեղերը, Պալեստինում, Հունաստանում էլ է եղել։ Հունաստանում 125 որբանոց։ Հիմա մինակ այստեղ չենք խոսիր այդ հայերու, որ դեղում արմենիան ասնի տարածքում ջարդեցին, մենք խոսենք որբերու մասին։ Իմի ձեր այս Երևանյան ներկայացուցիչը ինքը երբեք այդ ինֆորմացիոն չունեցավ կամ չի կրնա ունենալ, կոնե եւ այդ որբերը, եթե ինքը կմտածե, որ մենք այդ ամեն մեկ որբի անունը ունենք, ինքը կսխալվի։ Եվ եթե ինքը կմտածե, որ մենք ունենք ամեն մեկ որբի ծնողներու անունները, նորենալ կսխալվի։ Ասենք թե ձեր եւ պետք է հասկանաք այդպես կասկածի տակ դնելու ցեղասպանությունը Սեփական ժողովրդի։ Ինչ կբերե ցեզի։ Մենք Արմենիան Հայաստանի զավակները մենք որբի ազգ ենք։ Մեր ազգը մեծ մասը որբի ազգ է։ Չեմ խոսիր այստեղ այդ զավակները, որ մնացին Արմենիան Հայաստանում, այդ զավակները, որ քուրդերը կամ ուրիշ ազգերը օգտագործեցին իրենց դուներու մեջ, աղջիկները եւ տղաները, եթե Երևանից կասկածի տակ կուզեք դնել այդ ցավերը, որ մենք անցել ենք, դուք շատ կսխալվեք, դուք ուրիշ
Եվ կսեք մեզի մեկ ազգ ենք, բայց եթե մեկ ազգ ենք, բայց ինչ իրավունքով դուք կասկածի դա կտնեք այդ ցեղասպանությունը, որ կատարվեցավ մեր հայության եւ մեր երեխաներու անտեղ։ Եվ այստեղ ես չեմ ուզեր մանրամասները ներկայացնեմ, ինչ ցավերը անցել են մեր որբերը եւ մեր երեխաները, ինչ դժվարությունները անցել են մեր դիգինները, մեր աղջիկները եւ օրինակ Սուրիակասի ես անտիվել եմ անդեղ մեկ հատ քուրդական քյուր մներ եւ մնացի այդ քուրդական քյուրի մեջ մի քանի շաբաթ եւ ինձի բերին մեկ հատ բլուրի վրա մեկ հատ բստիկդուն մգա գար եւ ինձի բերին այդ դունին մոտ եւ ասին այդ դունին մեջ մեր նենեն գտնագի մեր մեծ մայրիկը անտիբել եմ մեր մեծ մայրիկը այդ քուրդական քյուրի մեծ մայրիկը անտիբել եմ այդ քուրդական քյուրի մեծ մայրիկը մեկ հատ որբ մներ որ ինքը իբրտե ամուսնացել է մի քուրդինե 11 տարեկան են եւ այդ բոլոր զավակները որ կան այսօր իրեն տորնիկներն են տորնիկներն են բայց կուզեք կասկածի տակ տնել մեր պատմությունը բայց ինչ անցավ ձեր խելքի մեջ Կասկածի տակ չեն ուզում դնեն, ուզում են ջնջեն, հակառակը։ Կասկածի տակ չէ, ուզում են ջնջեն։ Ջնջել կասկածի տակ դնելով սկիզբը։ Ինչ անցավ ձեր գլխի մեջ։ Կպատկերացնեք, որ այդ անձերու անունները գրված են մեր պատմության մեջ այդ ցևով։ Կպատկերացնեք, որ մենք գրանցվեցինք ամեն ինչը եւ մեր իշխողությունը հստակ է եւ մեր իշխողությունը պիտի իշե մեր պատմության մեջ այդպես անձերը եղել են որ կասկածի տակ փորձեցին տնել ինչ մեր ցեղասպանությունը եւ նպատակը ջնջելու համար եւ ուրիշ բան կա այստեղ Ինչու համար ես քիչ առաջ խոսեցա Երևանիներ եւ ասենք թե հայկական հանրապետության դուրս որովհետեւ կան որ այսօր իբր թե քաղաքական խաղաղության քաղաքական նպատակով չի պետք է անդրադառնանք հայերու դեմ կատարված ցեղասպանության հարցերով։ Ասենք թե պատրաստ է իբր թե գսեմ, որովհետև ոչ մի գարանտի եւ ոչ մինալ հնարավորություն չունիք ինձ ապացուցելու, որ խաղաղությունը պիտի լինի կամ պիտի շարունակվի։ Բայց այդ ցեղական, քաղաքական պայմանավորված խաղաղության նպատակի համար նույնիսկ դուրսի ամայքները պատրաստ են ջղթել եւ ոչիչացնել ինչ որ կատարվեցավ մեր անտեղ ասենք թե չի բավարարե մեր ընտանիքները կոտորելու չի բավարարե մեր երեխաները ոչիչացնելու չի բավարարե մեր որբերը հանելու, դեղափոխել մեկ հատ փնիկ ազգումը, նայեցեք գերձավորություն եւ սինիսմը, դեղափոխել, դեղահանել, մարմատներից կտրել,
մեր որպերը մեր երեխաները եւ հսել դո որ հան հայրենիք ժողովուրդ ենք կպատկերացնեք եւ այդ ամանքներն են որ այդ խաղին մեջ նալ պատրաստ են մտնելու ոչ մի բանի չեմ զարմանալ բայց որ մենք խոսենք այդ մասին ինչքան կարեւոր է կնշանակե որ ամայքներ կան որ պատրաստ են մասնակցել Արմենիան Հայաստանի հայության ցեղասպանություն այսօր 100 տարի հետո մեր իշխողություն մեր իշադակությունը ոչիչացնելով մեր պատմությունը գեղձելով անոնք որ իբր թե գսեն որ ցեղասպանությունը սկսել է 1915-ը վերջացել է 1917 անոնք չեն տեսնալ որ ցեղասպանությունը կշարունակվի մանավանդ Երևանից չեք աչողվելու բայց կսեն որովհետև այդ ուժը չունի շատ անգամ գսեմ բայց նորեն ալ կուզեմ նշեմ ցեղասպանությունից փրկված ցերունդներն ենք ամբողջ բոլոր դժվարությունները մենք անցել ենք բացի ցեղասպանություն պատերազմի բոլոր դժվարությունները անցել ենք մենք ենք մասնակցեցինք եւ ստեղծեցինք մեր ազգային բանակը Հայաստանում դուք ինչ կփորձեք դնել մեր գլխի վրա այսօր եւ չեք աչողվելու որովհետեւ կյանքը ժամանակ ունի մարդու կյանքը ժամանակ ունի ամեն ինչ պիտի անցնի եւ մենք պիտի նոր դակերքիր եւ շատ գեղեցիկ օրերը ապրենք Եվ հաղթանակները ապրենք որպես Անպայման։ Հույսով եմ շուտ կլինի։ Ույս չի գա այստեղ ույսը չի աշխատելու ինչպես որ կտեսնակ բոլոր անցակործությունները մտածված անցակործություններն են եւ այդ բոլոր անցակործությունները ունին համապատասխան պատասխանները եւ մենք պիտի կայնեցնենք ոչ մենակ անցակործություններու հետևանքները մենք պիտի կայնեցնենք այդ անցակործությունները Շնորհակալ եմ պարոն նախագահ հետաքրքիր զրույցի համար եւ վերջում կուզենայի ձեզ տեղեկացնել ինձ վրա վերցրել եմ քանի որ մեծ պատասխանատվություն երկի տեսահոլովակի ստեղծման մեջ տեղեկացնում եմ տեսահոլովակի 30%-ը պատրաստ է եւ ավարտելու պես սիրով ձեզ կներկայացնենք շատ սիրուն բան ալինելու ժամկետ կա Կարծում եմ 2 շաբաթից պատրաստ կլինի։ Կոնե մինչև ապրիլ 24-ը Անպայման, միջև է։ Ամեն ինչ պատրաստ լինի եւ գոչ եմ անում ամբողջ հայության որ միասին իշենք որ ինչ կատարվեցավ մեր անտեղ բայց միասին իշենք որ մենք ունենք իրավունքներ որ մենք այդ անցակործությունները որ կատարվեցին մենք մեր կողմեն չի արդարացնենք այդ անցակործությունները խաղաղություն պիտի լինի արդարության դիմաց խաղաղություն պիտի լինի արդարության դիմաց արդարություն պիտի լինի խաղաղություն պիտի բերե եւ արդարություն պիտի լինի խաղաղություն պիտի բերե ամբողջ տարածաշրջանում շնորհակալություն ձեզ Շնորհակալ եմ պարոն նախագահ կհանդիպենք